2013 թվականից զբաղվում եմ փայտարվեստով, ավելի շուտ փայտամշակմամբ, հետո ժամանակի ընթացքում պրակտիկորեն զարգացնելով ոնց որ արվեստի վերածվեց արդեն 2018 թվականին արդեն էթնոտունը ձևավորվեց եւ մշակութային туриզմը սկսեց նաեւ զարգանալ գյուղում ու էթնոտանը բացի ձեռագործ աշխատանքների ներկայացնելը վաճառքի եւ այլ նաեւ հյուրերին փորձում ենք տարբեր ազգային վարպետաց դասեր ներկայացնել, կարպետագործություն ունենք, թոնրի լավաշի պրոցես, ցորենի մշակում, փոխինձի հյուրասիրում, ազգային պարեր, տարբեր ձեռագործ աշխատանքներ եւ գնալով զարգանալով արդեն նաեւ թե գյուղի ճանաչելիության որակի վրա դրական ազդեցություն թողեց թե համայնքի եւ այդ ընթացքում մասնակցել են տարբեր թե միջհամայնքային թե միջազգային փառատոների տարբեր միջազգային արդեն հրավերներ կան մանկուց սեր ունենալով արվեստի երաժշտության հետ եւ ժամանակի ընթացքում շեշտադրումս արվեց փայտարվեստի վրա եւ ամբողջությամբ նյութը մեծամասամբ խաղողի արմատներից եւ ոսկերից է պատրաստված եւ ամեն մի աշխատանք ունի իր խորհուրդը, ասելիքը, ճակատագիրը, իմաստը եւ ինքը ավելի շատ օգտագործում եմ բնական ոճի մեջ, այսինքն ինքը շատ քիչ փոփոխության է ենթարկում իմ կողմից, ինքը ավելի շատ բնական ոճի մեջ ամենում եւ զարգացնելով արդեն աշակերտներ ունենք, փորձում ենք նաեւ փորձի փոխանակում անել, շատ հետաքրքիր ակտիվ սերունդ ունենք մեծացող, նաեւ տղաների մեջ կան ակտիվ աշակերտներ, որոնք սիրով մասնակցում են, սիրով փորձում են մի բան վերցնել, սովորել, ես էլ մեծ սիրով իմացածը, այն աստվածատուր պարգևը հնարավորինս փորձում եմ փոխանցել երեխաներին, նաև ապրելակերպ արդեն ժամանակի ընթացքում դարձել, ոչ միայն աշխատանք, ոչ միայն կոմերցիա, քանի որ սկզբի հատվածում ինքը ավելի շատ հոբի էր, հետո դարձավ սիրելի աշխատանք, հետո զբաղմունք, հետո արդեն նաև կոմերցիա դարձավ եւ գնալով զարգանում է փառք Աստծո շոշափելի արդյունքներ են գրանցում թե կոմերցիոն առումով թե զարգացող մշակութային զարգացող ուղղության որպես մշակութային туриզմի ոլորտում առաջի աշխատանքներից աթոռ էի սարքել, ծրտիկ-մրտիկ փայտեր էի տղաների հետ հավաքել, բերել ճիշտն ասած ոչ շուրուպ կար, ոչ գործիք կար, դες ոչ արհեստավոր եմ եղել, ոչ տունն այշուր արհեստավոր եղել պապիկներից կամ ծնողներից, որ նմանատիպ գործիքներ ունենայի, այսօրվա պես հիշում եմ պրովոդներով կապել էինք, դե ինքը շատ ծանր էր, ինքը կաղնու փայտից աթոռ էի հավաքել, ուզում էի նստեի վրան, սաղ բլվեց, թափվեց, նեղվել էի, ասում եմ, բայց ախր շատ սիրուն էր, խիես ձևելով, դե ժամանակի ընթացքում պրակտիկորեն զարգացանք փառք Աստծո 2018 թվականից մեր սարկազները էթնոտանն են, հազարավոր մարդիկ են գնացել եկել, համ ամուր են, համ հարմար են, համ նաև պրակտիկ են, պուճուր գործերից էլ հոկտեմբերյանում բարեկամներ ունենք, վառարանի կողմ նստած էինք, այդ արկղի մեջ խաղողի արմատները դե վառվում է, ինքը շատ կարծր է ու մեծ ջերմություն է բանում, տեսնում ինչ աղբեր, մայրն է երեխան գրկին, հայրը կողքից ձեռքով սենց մատնացությանում այդ ամեն ինչը, երջանկայի շատ ակ էր, երջանիկ պապին ասեցի, պապի ջան կլինի մի երկու հատ էս փայտից տաս տանեմ մի քիչ փորագրեմ, ոնց որ հետաքրքիր փայտ է երևում, բատաղա ջան այնա դրսում մի մեծ ավտո լցրած է իշքան պետք է վերցի, առաջի գործը էդ է եղել, հենց ստեղ դրած է ընտանեկան երջանկությունն է, մայրն է երեխան գրկում եւ տղամարդը ոգեշնչվելով այդ ամեն ինչից մատնացությանը այդ ընտանեկան երջանկությունը եւ եթե նկատեցիք իմ ցանկացած աշխատանքի մեջ տղամարդն է, կինն է, ընտանիքն է,
չգիտեմ, մարդու կերպարն ամեն դեպքում իմ կարծիքով բնությունն իշքան գեղեցիկ է, բնությունն իշքան զորեղ է, երևի որ մարդ չլիներ, մարդու բացակայությունը շատ շոշափելի երևար էլի մարդու տեղը, ուղղակի մի քիչ, չգիտեմ, ժամանակները զարգանալով սկսել ենք այդ բնությանը ավելի շատ վնասել, կան օգուտ տալ, հուսամ կգա մի ժամանակ, որ դա ամեն ինչը կշտկվի եւ մարդը կսկսի բնության հանդեպ ավելի հարգանքով սիրալի ու ափսոսանք էլի կապրի, քանի որ բնությունը ամեն դեպքում շատ լուրջ նշանակություն ունի մարդու կենսական կյանքում։ Նոր սերնդին անկես խորհուրդ կտայի ամեն դեպքում մշակույթը իմ կարծիքով ոչ մոդայի հետ կապ ունի, ոչ ժամանակի հետ կապ ունի, ինքը միշտ ապրող երևույթ է եւ ինձ թվում է որ ավելի շատ ոգեշնչվեն մշակույթային առօրյայով, կյանքով, մտածելակերպով կապ չունի իրանք կմեծանան, չգիտեմ, հայտարարվեստի մասնագետ կդառնան, շուտ ատամնաբույժ կդառնան կամ հայտնի իրավաբան կդառնան, ամեն դեպքում միշտ այդ մշակույթային մտածելակերպը մարդուն էներգետիկա է տալի եւ տարբերվող մտածելակերպ է տալի։ Ես իմ կրթությամբ իրավաբան եմ, ամոթինց լավ չեմ սովորել, իրավաբան չեմ դառել, բայց մանկուց ունենալով արվեստի թատրոնի երաժշտության քանդակագործության հետ վերջը ասու կամքով եկա եւ կանգնեցի նրա վրա, ինչը իմ համար ամենահարազատն ու ամենաէներգետիկն է։ Խորհուրդս համառոտ միշտ պետք է գալու, թե արվեստի մտածելակերպը, թե չգիտեմ ամեն դեպքում որ մի քիչ մշակույթային աչքերով ես նայում կյանքին, կյանքը լրիվ այլ բան կապ չունի, ինչ դիրքում ես, ինչ կարգավիճակում ես, ինչ առօրյայում ես, ավելի շատ ուժ է տալիս, սեր է տալիս ու ամեն դեպքում իր հետևից քաշում է դեպի առաջ։ Ինձ համար կոնկրետ հոգեհարազատ այդ բնական ոնց որ ուղղությունը, բնական նյութի հետ աշխատելը, հենց արվեստի ոլորտը, դեկորատիվն էլ է շատ հետաքրքիր, սիմվոլիկ աշխատանքներ ստեղծել, աշխատանքներ կա իրանց խորհուրդն ունեն, իրանց ասելիքն ունեն, անունն ունեն, նաև պրակտիկայում օգտագործող աշխատանքներ են նաև սիրում պատրաստել, օրինակ սեղանաթոռ, ճոճաթոռներ, ծաղկամաններ, մրգի վազեր եւ այլն, որ նաև հաճախորդների շատ են էլի հետաքրքրում նմանատիպ բաներ, քանի որ պրակտիկայում օգտագործվում է։ Դրսի հյուրերին ավելի շատ ոնց որ հետաքրքրում է պոճուր, դետալիստիկական ոնց որ լուծումներ ստացած աշխատանքները, թե տեղափոխման հարմար լինում արդեն։ Նաև մի քիչ այդ խորհուրդ ունեցող աշխատանքների վրա են էլի ավելի շատ ոնց որ շեշտադրում են դրսի հյուրերը։ Երկուսի ուղղությամբ էլ հետաքրքիր աշխատում եմ, նայած որ ժամանակ, որ էներգետիկայի մեջ եմ ապրում, որ գաղափարախոսության եւ այլ, բայց ավելի շատ խաղողի եւ դեկորացիայի մեջ եմ էներգիա ստանում աշխատելուց, քանդակագործության մեջ եմ ստանում, այդ մեր ժողովրդական արվեստն եմ ուսումնասիրում եմ, մոռացված շատ նյութեր կա, ոնց որ ուսումնասիրելով վեր եմ հանում, փորձում եմ նաև պահպանել այդ ամեն ինչը, փորձում եմ իմ գաղափարները միքս անել, նոր բան ստանալ, տարբեր, չգիտեմ, ինչ-որ հստակ որոշում չունեմ էլի իմ աշխատանքների մեջ, ոնց որ կապված է տրամադրությունից, կապված է այդ պահին ինչ կընկնի ձեռիս տակ աշխատելու ժամանակ, մի բան անեմ, կեսից ընդհատվեմ, մի նոր բան տեսնեմ, անցնեմ մյուսին։ Չգիտեմ, էլի ազատ ոճի ստեղծագործող եմ ինձ համարում ավելի շատ, քանի որ շեշտադրված ինչ-որ մի ուղղության հետևից գնացող։ Ավելի շատ նյութն է ինձ թելադրում ինքը ինչա դառնալու, քանի որ հողից անելուց արդեն մեծամասամբ ինքը պատրաստի ոնց որ գալիս է դեպի ինձ, ես այդ ամեն ինչը տեսնելով ոնց որ գնում եմ իրա ետևից, ոչ թե իրան եմ բերում դեպի ինձ, այլ ես եմ գնում դեպի իրան,
թե խորհուրդները, թե անունները, թե չգիտեմ, ասելիքը ավելի շատ 90%-ին մոտ ոնց որ իր բնական նյութից է այս թելադրումը։ Խաղի մոտ շատ է էլի ամեն դեպքում նկատվում այդ ամեն ինչի մեջ ոնց որ մարդու կերպար կա, ասելիք կա, ոնց որ մարդուն ավելի շատ մոտ է, քան մի այլ ուրիշ բույսի արմատներ կամ նյութ։ Աշխատելու ժամանակ դե բնական է մտքերը սահմաններ չունեն եւ չգիտեմ երազանքներից մեկը նա է, որ վերջը մի օր պետք է աշխարհին ցույց տանք, որ այս շատ փոքր, բայց նայիրյան մայր հողից նաեւ ճակատագիր ասելիք, խորհուրդ եւ մեծ իմաստ է ծնվում, ոչ միայն իմ ձեռքերով կամ իմ կատարած աշխատանքով, այլ ինքն իրեն այս մայր հողու ջրի մեջ այդ ամեն ինչը ձևավորվելով գալիս է դեպի մեզ, ինձ թվում է համ կարելի է համարել առավելություն, համ կարելի է համարել ապրելու իմաստ այդ մայր հողով, մայր ջրով եւ նաեւ կարելի է համարել երջանկություն, որ բաժին ասել մեզ եւ մենք ապրում եւ վայելում եւ հնարավորինս փորձում ենք շենացնել ու զարգացնել մեր շատ քիչ, փոքր, բայց սիրով ներդրումով։ Եվ շատ եմ կարևորում հատկապես երիտասարդ ստեղծագործների միջամտություն ասեմ, մասնակցություն ասեմ, չգիտեմ, սեր ասեմ, նվիրվածություն ասեմ, ամեն դեպքում ապրելակերպ է վերջում այդ ամեն ինչը սենց միախառնվելով դառնում եւ իմ կարծիքով դա է մի հայրենասիրության մի փոքր ուղղություն կարելի է համարել, քանի որ միայն ապրելով, սիրելով չի էլ այդ ամեն ինչը պետք է նաև կարողանանք մի փոքր բան էլ գոնե մեզանից թողենք այս չքնաղ հայրենիքին, միգուցե ժամանակի ընթացքում կարողանանք այդ փոքր բաները վերածել ավելի հետաքրքիր եւ իմաստավոր երևույթի, բայց շատ եմ կարևորում որպես երիտասարդ հեղինակ ամեն դեպքում անկախ ուղղությունից, ոճից, լավ ու վատ ստացվածից կարծիքով մշակույթի մեջ լավ եւ վատ չկա, կա ընկալվող, կա չընկալվող եւ փառք Աստծո նաեւ դրա համար եմ ասում շատ շնորհակալ եմ հասարակության այն խմբից, որ ոգևորում է, արձագանքում եւ գնահատելով ապրեսնում է, էլի շատ կարեւոր բան է։ Անկախ ամեն ինչից հեղինակ եթե աստղերել իջացնի ներքև, եթե բացակայում է հասարակության արձագանքը, եթե բացակայում է դրական գնահատական այդ ամեն ինչ ժամանակի ընթացքում դեպի մարման է գնում, բայց փառք Աստծո ամեն ինչ դեպի զարգացման է